Անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ մայրցամաքներում, Աֆրիկայից եւ Ասիայից մինչեւ Եվրոպա եւ Ամերիկա, տեղի ունեցան մի շարք անոմալ բնական երևույթներ։ Էպիկենտրոնում հայտնվեցին ինչպես ծայրահեղ եղանակային պայմաններին սովոր երկրները, այնպես էլ այն երկրները, որտեղ նման երևույթները նախկինում համարվում էին գրեթե անհնար։ Մանրամասները ավելի ուշ։ ԱՄՆ Սեպտեմբերի 26-ից սկսած Արիզոնա նահանգը ենթարկվեց հզոր փոթորկի ճակատի հարվածին, որոնք ուղեկցվում էին անոմալ ինտենսիվ անձրևներով։ Անձրևը, որը պատել է Ֆենիքսի շրջանների մեծ մասը, գերազանցել է ամսական նորման։ Ֆենիքս Sky Harbor օդանավակայանում 41 մմ տեղումներ են տեղացել, օրական ռեկորդ, որը չի գրանցվել այնտեղ վերջին 7 տարվա ընթացքում։ Հանքարդյունաբերող Գլոբ քաղաքում տեղատարապ անձրևը հանկարծակի ջրհեղեղ է առաջացրել։ Ջուրը հոսել է փողոցներով, քշելով մեքենաները եւ արմատախիլ անելով ծառերը։ Բնակիչները ստիպված են եղել պատսպարվել տանիքների վրա, սպասելով օգնության։ Ջրհեղեղը տարել է բաշխման կենտրոնից մոտ 1000 պրոպանային բալոններ, ցրելով դրանք պատմական կենտրոնի փողոցներով, ստեղծելով պայթյունի վտանգ։ Հայտարարվել է տագնապի բարձր մակարդակ եւ կանչվել են վտանգավոր նյութերի մասնագետներ։ Բարեբախտաբար, պայթյուններ կամ հրդեհներ չեն եղել։ Այնուամենայնիվ, Գլոբում աղետը դեռ խլել է 3 մարդու կյանք։ Նրանց տարել են ջրհեղեղները, մեկ այլ տղամարդ խեղդվել է Ֆինիքսի արվարձանում։ Փոթորիկը քանդել է ճանապարհները եւ ստիպել է փակել 60-րդ մայրուղու որոշ հատվածներ։ Մայամի քաղաքը նույնպես ջրհեղեղի է ենթարկվել։ Տեղի բնակիչները աղետը համեմատեցին հանկարծակի փոթորկի հետ։ Ջուրը անընդհատ հոսում էր, իսկ տեսանելիությունը զրոյական էր։ Ջրհեղեղը ազդեց նաեւ զբոսաշրջային գոտիների վրա։ Ջուրը արագորեն ողողեց Հավասուպայի կիրճը, իր հայտնի ջրվեժներով եւ արահետներով։ Հանգստացողներին շտապ տարհանել են։ Թայլանդ Սեպտեմբերի 24-ի առավոտյան Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի ճանապարհին հանկարծակի առաջացել է մոտավորապես 900 քառակուսի մետր մակերեսով եւ 50 մետր խորությամբ հսկայական ձագար։ Փլուզումը տեղի է ունեցել ծայրահեղ վտանգավոր վայրում, քաղաքային հիվանդանոցի եւ ոստիկանական բաժանմունքի մոտ։ Այն կլանել է 2 մեքենա, ոչնչացրել էլեկտրահաղորդման գծերի հենարանները եւ պայթեցրել է ջրատար խողովակները։ Արտակարգ իրավիճակների բրիգադները շտապ տարանել են հիվանդանոցի հիվանդներին եւ անձնակազմին, մոտակա տների բնակիչներին եւ ոստիկանության աշխատակիցներին նրանց հնարավոր նոր փլուզումներից պաշտպանելու համար։ Հիվանդանոցն առնվազն 2 օրով դադարեցրել է ամբուլատոր ծառայությունները, իսկ շրջակա տարածքներում որպես խափանման միջոց անջատվել է էլեկտրականությունն ու ջուրը։ Անօդաչու թռչող սարքերը զննել են տարածքը, ցույց տալով, որ փոսի շուրջը գտնվող հողը շարունակում է տեղաշարժվել։ Հաջորդող անձրևը մեծացրել է հողի անկայունությունը։ Գրանցվել է երկրորդ փլուզումը, որի հետևանքով ոստիկանական բաժանմունքի շենքը սկսել է խորտակվել։ Փրկարար ծառայությունները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները։ Ողջ օրվա ընթացքում ձագարն ընդարձակվում էր, քշելով ավելի ու ավելի շատ կառույցներ։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չկան, սակայն զգալի վնասներ են հասցվել ենթակառուցվածքներին ու գույքին։ Նախնական հաշվարկներով վերանորոգման եւ վերականգնման աշխատանքները կտևեն առնվազն 1 տարի։ Փորձագետները փլուզման հնարավոր պատճառ են համարում ջրի արտահոսքը կամ մետրոյի շինարարությունը, սակայն այս երևույթի բնույթը մնում է անհայտ։ Լիբիա Սեպտեմբերի 27-ին Լիբիայի արևմուտքում գտնվող Զալթան մունիցիպալիտետի բնակիչները ականատես եղան տարածաշրջանի համար հազվագյուտ բնական երևույթի, ուժեղ կարկուտի, որը միաժամանակ տեղաց մի քանի տարածքներում։ Ականատեսները ցնցված էին փոթորկի հանկարծակիությունից եւ ուժգնությունից։ Մեծ կարկուտը վնասել է տների եւ մեքենաների ապակիները, պատճառելով զգալի գույքային վնաս։ Ռուսաստան Ջերմաստիճանային անոմալիաները շարունակում են ցնցել Սիբիրի բնակիչներին։ Սեպտեմբերի վերջում տարածաշրջանի հարավում սկսվեց ամառային շոկի ալիք։ Օրինակ, Նովոսիբիրսկում ջերմաստիճանը հասավ 27 աստիճան Ցելսիուսի, ինչը նորմայից բարձր է ավելի քան 10 աստիճանով։ Անսովոր ջերմաստիճանները ուղեկցվեցին կտրուկ տատանումներով։ Իրկուտսկում սեպտեմբերի 29-ին ցերեկային ջերմաստիճանը հասավ 21 աստիճան Ցելսիուսի, բայց գիշերը այն իջավ գրեթե 0-ի եւ ձյուն տեղաց։ Ուրալում նույնպես անսովոր ձյուն տեղաց։ Սեպտեմբերի 28-ի գիշերը Չելյաբինսկի մարզում հզոր ցիկլոն է տեղացել։ Ընդամենը մի քանի րոպեում ձյունը ճանապարհային երթևեկությունը վտանգավոր դարձրեց, զգալիորեն նվազեցնելով տեսանելիությունը։ M5 դաշնային մայրուղու երթևեկությունը դժվարացավ ձնապքի պատճառով։ Ձյունը մաքրելու համար գործի է դրվել ձնամաքրման տեխնիկան։ Կարտալինսկի շրջանում թաց ձյան կուտակման պատճառով բազմաթիվ ծառեր ընկան, ինչը հանգեցրեց էլեկտրաէներգիայի անջատումների։
Ձյան տեղումներ են դիտվել նաև Սվերդլովսկի մարզում և Բաշկորտոստանում։ Իտալիա Սեպտեմբերի 27-ին Ալբավիլա քաղաքում հանկարծակի տեղատարավ անձրև, քամի և ուժեղ կարկուտ տեղաց։ Մի քանի րոպեում փողոցները վերածվեցին իսկական սառցե գետերի, անակնկալի բերելով բնակիչներին։ Սա բնության երկրորդ նման հարվածն էր տարածաշրջանին մեկ շաբաթվա ընթացքում և ականատեսների վկայությամբ ավելի ուժեղ, քան նախորդը։ Սեպտեմբերի 29-ին Կոմո քաղաքում ուժեղ անձրևների պատճառով ճանապարհի վրա մեծ ձագար առաջացավ, որի պատճառով մեքենան թակարդի մեջ մնաց։ Եվ սա եզակի միջադեպ չէր։ Ավելի վաղ Կոմո լճի տարածքում, զբոսաշրջային հայտնի երթուղու վրա, ճանապարհի կեսին խորը փլուզում էր հայտնվել։ Նախորդ օրը 25 տարվա ընթացքում ռեկորդային տեղումները քայքայել էին ճանապարհի տակ գտնվող հողը։ Նախնական գնահատականները ցույց են տալիս, որ մայրուղու այս հատվածի վերանորոգումը կտևի մոտավորապես 2 ամիս։ Թայվան Սեպտեմբերի 24-ին Թայվանի երկաթուղիների ճեպընթաց գնացքը բախվել է թայթունգ ուղղության գծերի վրա ընկած մեծ քարի հետ։ Արդյունքում վնասվել է շոկեքարշը, իսկ 2 վագոն դուրս է եկել գծերից։ Այնտեղ եղել է մոտ 330 մարդ, այդ թվում ուղևորներ և անձնակազմ, բայց բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Մարդիկ տարհանվել են դեպքի վայրից հատուկ գնացքներով և ավտոբուսներով։ Վնասված հատվածում երթևեկությունը դադարեցվել է, իսկ հարակից հատվածով ցամաքային փոխադրումները ժամանակավորապես փոխարինել են երկաթուղային հաղորդակցությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Ռագասա սուպեր թայֆունի բերած հորդառատ անձրևների պատճառով, որոնք սողանքներ և քարաթափումներ են առաջացրել Թայթունգ նահանգում։ Ուկրաինա Սեպտեմբերի 30-ին Օթեսա քաղաքում անձրևների քանակը, որ տեղացել է ընդամենը 7 ժամում, հասել է 2 ամսվա նորմային։ Ջրահեռացման համակարգերը չկարողացան հաղթահարել իրավիճակը, ջրի տակ թողնելով փողոցները, ստորգետնյա անցումները, կայանատեղիները և խանութները, ջրհեղեղի ենթարկելով տասնյակ մասնավոր տներ և բարձրահարկ շենքերի նկուղներ։ Անջատվել են լուսացույցները, կասեցվել է ողջ էլեկտրական տրանսպորտը, իսկ հիմնական մայրուղիներով շարժը կաթվածահար է եղել։ Շատ թաղամասերում հոսանքազրկումներ են եղել։ Մարդիկ քայլում էին մինչև գոտկատեղ հասնող խորը ջրի միջով, ուժեղ հոսանքները տապալել են նրանց, և շատերը երկարատև սառը ջրի ազդեցության պատճառով հիպոթերմիա էին ստացել։ Բնակելի թաղամասերից մեկում 60 ուղևոր տեղափոխող միկրոավտոբուսն ընկել էր ճանապարհի փոսի մեջ, և մի մեքենա նույնպես մասամբ ջրի տակ էր։ Օգնությունը հասել է ժամանակին, և բոլորին հաջողվել է փրկել։ Ընդհանուր առմամբ, քաղաքում և շրջակա տարածքներում փրկվել է ավելի քան 360 բնակիչ, և հարյուրավոր մեքենաներ տարհանվել են։ Օթեսայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել, իսկ դպրոցի աշակերտներն անցել են հեռավար ուսուցման։ Աղետը 10 կյանք խլեց։ Զոհերի թվում է նկուղային բնակարանում ապրող 5 հոգանոց ընտանիքը, այդ թվում 1 երեխա, ըստ հարևանների ընդամենը 15 րոպեի ընթացքում ջուրը բարձրացել է մոտ 4 մետրով։ Նրանք փախչելու հնարավորություն չունեին։ Եվս մի քանի մարդ խեղդվել է, հայտնվելով արագ հոսանքի մեջ։ Մեքսիկա Մեքսիկայում բնական աղետները միաժամանակ հարվածեցին մի քանի նահանգներին։ Սեպտեմբերի 26-ին Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում ընդամենը 1 ժամվա ընթացքում տեղաց 54 մմ անձրև։ Այս ուժեղ տեղատարափը խլեց 9 տարեկան տղայի կյանքը։ Հորդառատ տեղումները վնաս են հասցրել հարյուրավոր ձեռնարկությունների, ավերելով սարքավորումներն ու ապրանքները։ Բնակելի թաղամասերում ջրի տակ են հայտնվել մի քանի տասնյակ տներ։ Հորդառատ հոսքերը տարել են ավելի քան 40 մեքենա։ Սեպտեմբերի 27-ին Վերակրուս նահանգում գետերը դուրս եկան ափերից, հեղեղելով տները և ոչնչացնելով եգիպտացորենի և լայմի բերքը։ Հարյուրավոր ընտանիքներ տուժել են աղետից և կտրվել արտաքին աշխարհից։ Կորդոբա քաղաքում ջրհեղեղը խորտակել է Տոյոտայի ավտոսրահը։ Տուժած շրջանի բնակչությանը օգնելու համար իշխանությունները մոբիլիզացրել են բանակը և ազգային գվարդիան։ Բուալոյի թայֆուն Սեպտեմբերի 26-ին Բուալոյի արևադարձային փոթորիկը հարվածել է Ֆիլիպիններին։ Սա տեղի ունեցավ Ռագասա մահացու գերթայֆունից ընդամենը մի քանի օր անց։ Այս անգամ տուժել են Ֆիլիպինների կենտրոնական և հարավային շրջանները։
Քամու արագությունը հասնում է ժամում 135 կիլոմետրի, տապալելով ծառերը եւ էլեկտրահաղորդման գծերը, փակելով ճանապարհներն ու կամուրջները, հորդառատ անձրևները առաջացրել են ջրհեղեղներ եւ սողանքներ։ Վնասվել է մոտ 9000 տուն, 400,000 մարդ տարհանվել է։ Գյուղական բնակավայրերը մեծապես տուժել են։ Ցանքատարածությունները ոչնչացվել են, գյուղացիական տնտեսությունները հեղեղվել են։ Շատ համայնքներ մնացին առանց ջրի, էլեկտրաէներգիայի, խանութների հասանելիության եւ բժշկական օգնության։ Հարյուրավոր նավեր վնասվեցին փոթորկի ալիքներից։ Փոթորիկը խլեց 27 մարդու կյանք, իսկ եւս 14 մարդ անհետ կորած են։ Հարավչինական ծովում ուժեղանալով եւ թայֆուն դառնալով Բուալոյը սեպտեմբերի 28-ի գիշերը հարվածեց Վիետնամին։ Թայֆունը բերեց մինչև 14 պորտկումներ ըստ Բոֆորտի սանդղակի, մինչև 8 մետր բարձրությամբ հսկա ալիքներ եւ առատ տեղումներ, որոշ շրջաններում տեղումների քանակը գերազանցել է 500 մմ։ Նքեան նահանգի որոշ շրջաններում ջուրը գրեթե հասել է տանիքներին, տասնյակ հազարավոր ընտանիքներին կտրելով արտաքին աշխարհից։ Թոքաբանական հիվանդանոցի գեներատորը գիշերը խափանվել է։ Թոքային շնչառության սարքերին միացված հիվանդները ստիպված են եղել շտապ տեղափոխվել մեկ այլ հիվանդանոց։ Փոթորիկը հսկայական նյութական վնաս է պատճառել։ Միայն կենտրոնական Վիետնամում վնասվել է ավելի քան 144,000 տուն։ Ոչնչացվել է ավելի քան 26,000 հեկտար բրինձի եւ այլ մշակաբույսերի բերքը։ Հսկայական տարածքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, քանի որ թայֆունի ժամանակ կոտրվել է ավելի քան 6000 էլեկտրահաղորդման աշտարակ։ 4 ներքին օդանավակայաններ փակվել են։ Քուանգ-տրի նահանգի ջրերում խորտակվել են 2 ձկնորսական նավակներ։ Որոնողական աշխատանքները բարդացել են ուժեղ ալիքների եւ քամիների պատճառով, որոնք շարունակվել են նույնիսկ թայֆունի թուլացումից հետո։ Կրթական համակարգը նույնպես լուրջ վնասներ է կրել։ 5 նահանգներում տուժել են ավելի քան 1000 ուսումնական հաստատություններ, ջրով են լցվել կամ ավերվել շենքեր։ Ավելի քան 53,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները թայֆունի պատճառով։ Ջրհեղեղներից ու սողանքներից տուժել է նաև մայրաքաղաք Հանոյը։ Բնակիչները խոստովանում են, որ երբեք նման մակարդակի ջրհեղեղներ չեն տեսել։ Տեղական մասնագետների կարծիքով Բուալոյ թայֆունը ամենահազվագյուտ եւ ամենաանսովորներից մեկն էր։ Հարավչինական ծովում դրա արագությունը հասնում է ժամում 35 կիլոմետրի, ինչը գրեթե 2 անգամ ավելի արագ է, քան սովորաբար, իսկ Հաթին նահանգում այն մոլեգնում է չափազանց երկար, ավելի քան 11 ժամ, ինչը այն դարձնում էր տարածաշրջանում երբևէ գրանցված ամենաուժեղ թայֆունը։ Ավելին, այն առաջացրեց անսովոր մեծ թվով տորնադոներ, ընդամենը 1 օրում ձևավորվեց 8 պտտահողմ։ Դրանցից ամենաավերիչն անցել է Նինբին նահանգով, սպանելով 9 մարդու եւ վիրավորելով եւս 18-ին։ Պտտահողմերը վնասել են ավելի քան 120 տուն, որոնցից մի քանիսը լիովին ավերվել են։ Վիետնամում փոթորիկը խլել է 29 մարդու կյանք, իսկ 22-ը մնում են անհետ կորած։ Ֆիլիպիններ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան Բոգո ափամերձ քաղաքի մոտ, որի բնակչությունը կազմում է մոտ 90,000 մարդ, գրանցվել է 6.9 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Այս երկրաշարժը վերջին 10 տարիների ընթացքում կենտրոնական Ֆիլիպիններում տեղի ունեցած ամենաուժեղներից մեկն էր։ Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել 5 կիլոմետր վտանգավոր խորության վրա, պատճառելով զանգվածային ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ 69 մարդ զոհվել է, տասնյակները վիրավորվել են։ Հազարավոր մարդիկ ստիպված են եղել գիշերել դրսում, վախենալով հետցնցումներից։ Երկրաշարժից հետո առաջին 10 ժամվա ընթացքում Ֆիլիպինների սեյսմիկ ցանցը գրանցել է 722 հետցնցում, մինչև 4.8 մագնիտուդով։ Արտակարգ դրություն է հայտարարվել Սեբու նահանգում, որն ամենաշատն է տուժել։ Դահամբանթայան համայնքում հիմնովին ավերվել է 139-ամյա եկեղեցին։ Երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Բոգո քաղաքում զգալի վնասներ են կրել ճանապարհներն ու կամուրջները, բարդացնելով փրկարարական աշխատանքները։ Սան Ռեմիջիո քաղաքում բասկետբոլի խաղի ժամանակ մարզահամալիրի տանիքի մի մասը փլուզվել է, պատճառելով մարդկային զոհեր։ Սեբու քաղաքում երկրաշարժը ստիպել է դադարեցնել գեղեցկության մրցույթը։ Սեյսմիկ իրադարձությունը վնասել է էլեկտրահաղորդման գծերը, Սեբուում եւ հարևան կղզիներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ առաջացնելով։ Գրանցվել են նաեւ ջրամատակարարման խափանումներ։ Ֆիլիպիններում աղետների կասկադային բնույթի հատկապես վառ օրինակ է այն բանի, որ մեկ բնական աղետը հաջորդում է մյուսին, հաճախ ավելի մեծ ուժգնությամբ, մարդկանց ժամանակ չթողնելով հետևանքներից վերականգնվելու համար։ Նրանք, ովքեր դեռևս կարծում են, որ կլիմայական աղետները ազդում են միայն խոնավ արևադարձային երկրների վրա, որոնք շատերի կողմից անվանվում են հավերժական աղետի գոտիներ, պետք է ավելի ուշադիր նայեն Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին կամ Եվրոպային։
Ով կարող էր նախկինում պատկերացնել, որ այս տարածքներում մարդիկ կկործանվեն սովորական անձրևից։ Սակայն խնդիրն այն է, որ այսօր անձրևը այլևս սովորական չէ։ Այն վտանգավոր է, քանի որ ջուրը րոպեների ընթացքում թափվում է հսկայական քանակությամբ, հոսելով ցունամիի նման։ Շատերը չունեն փորձառություն, թե ինչպես կարող է մեկ ակնթարթում տունը ամբողջական ջրհեղեղի ենթարկվել, ինչը անհնար է դարձնում փախչելը։ Սա է վտանգը, մարդիկ չեն գիտակցում իրական սպառնալիքը եւ անպատրաստ են դրան։ Նման պահերին դուք չպետք է գտնվեք նկուղներում, ստորգետնյա կայանատեղերում եւ անցումներում, թունելներում եւ չպետք է փորձեք անցնել մոլեգնող հոսքը, որը կարող է ձեզ տապալել։ Այս պարզ կանոնները կարող են փրկել ձեր կյանքը կրիտիկական պահին։ Ուստի մենք նորից ու նորից շեշտում ենք. հենց հիմա, նախքան ձեր տան հեղեղվելը, տանիքին նստելը եւ օգնություն սպասելը, կարեւոր է ուսումնասիրել, թե ինչ է կատարվում աշխարհում կլիմայի հետ կապված եւ ինչ է փոխվել մեզ ծանոթ եղանակային երևույթներում։ Ձեր պատրաստվածությունը կօգնի ոչ միայն ձեզ, այլև ձեր սիրելիներին, հարևաններին եւ բոլոր նրանց, ովքեր պատահաբար մոտակայքում են գտնվում բնական աղետի ժամանակ։